Վեհապարի լեգիտիմության հարցը քննարկում է մի հատ շրջանակ ընդամենը։ Այն մարդիկ, ովքեր պիտի չլինեին եկեղեցում, արդեն եկեղեցում չեն։ Սա արդեն բարենորոգում է։ Հայրենիքի ու եկեղեցու դեմ մարտնչողները ընկնում են դավաճանի մահով։ Այսինքն եկեղեցին այսօր Հայաստանի Հանրապետությունում մնացել է միակ ազգապահպան կառույցը։ Լավ, վերջի վերջո այս ամեն ինչին վերջ պիտի լինի, այս անբարոյականությանը վերջ պիտի լինի, թե չէ։ Բարև ձեզ, եթերում ուղի խոսքն է։ Այսօր մեր հյուրն է հասարակական գործիչ նախկին հոգևորական Նիկողոս Հովհաննիսյանը։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Պարոն Հովհաննիսյան, հունվարի 13-ին տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի հոր Զամեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը։ Այնտեղ Նիկոլ Փաշինյանն ու նախագահը Վահագն Խաչատուրյանը արագ մտան դուրս եկան, հետո եկավ վեհապար տերը։ Եվ Արամ Սարգսյանը, որը նաև Նիկոլ Փաշինյանի հետ շատ սերտ հարաբերություններ է քաղաքական առումով, մոտեցավ եւ համբուրեց վեհապարի աչը, խոնարհվեց։ Մենք կարող ենք այս դրվագը, որը հնարավոր է որոշ մարդկանց ուշադրության կենտրոնում չի հայտնվել, որակել կամ նկարագրել, որ կա վեհապարի լեգիտիմություն, այսինքն այս արշավը, որը եկեղեցու դեմ է, չի հասնում իր նպատակին, գոնե այս առումով։ Նախ ցավակցություններս իրենց ընտանիքին, վերջի վերջո սպարապետի հայրն է մահացել, եւ ես շատ ցավում եմ, որ այս ընթացքում կլինի լավ առիթ, կլինի տխուր առիթ եւ այլն շահարկվում են քաղաքական թեմաները, բայց այնուամենայնիվ այն ինչ տեսնում է մեր հասարակությունը եւ այն ինչին ականատես ենք լինում մենք, պառակտված հասարակություն, իրար հայոյող հասարակություն, իրար վատաբանող, բամբասող իրար մասին հասարակություն եւ այս հասարակությունը կարող է ամեն կերպ ամեն ինչը որակել։ Եվ այս դրսևորումը Արամ Սարգսյանի բնականաբար նորմալ դրսևորում էր, եթե կարելի այդպես համարել, իրոք նորմալ դրսևորում էր, որովհետև վեհապարի լեգիտիմության հարցը քննարկում է մի հատ շրջանակ ընդամենը։ Վեհապարի լեգիտիմության հարցը նույնիսկ քննարկելու ենթակա առարկա չէ։ Դա այն հարցն է, որը որ անզեն աչքով այն ամենասովորական մարդուն, որ մոտենաս հարցնես, վեհապարի լեգիտիմությունը չի կարող քննարկման ենթակա լինել, որովհետև ոչ այս քաղաքական, ոչ նախկին քաղաքական որևէ շրջանակ կամ որևէ կուսակցություն, որևէ երկրի ղեկավար կազմ չի կարող վեհապարին լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ համարել։ Վեհապարը ընտրվում է ազգային եկեղեցական ժողովի կողմից եւ ընտրվում է ՑՄԱ։ Հետևաբար որևէ մեկի իրավասության մեջ չի մտնում վեհապարին ոչ լեգիտիմ համարել։ Կարող են տարածել բազմաթիվ բամբասանքներ, կարող են վեհապարի մասին վատաբանել, վատ խոսքեր ասել։ Սա միայն բումերանգի էֆեկտով շրջադարձ է ունենալու։ Այս տրամաբանության մեջ, օրինակ, Սուրբ Ծննդյան պատարագից առաջ ճրագալույցի պատարագ է, չէ՞ մատուցվում, մարդիկ սովորականի պես, հենց այդ օրը ես ուշադրություն էի դարձնում, սովորականի պես գնում էին եկեղեցուց, վերցնում այդ մոմը, լույսը եւ բերելով իրենց տուն։ Այսինքն արշավը ինչին պետք է հասնի նպատակը, կարելի ասել, այս փուլում չի ասել։ Տեսեք, տարբեր հարցումներով, տարբեր սոցիալական հարցումների պատասխանները, երբ որ մենք տեսնում ենք 80%-անոց եկեղեցուն աջակցություն։ Վեհապարին եւ եկեղեցուն 80%-անոց աջակցություն։ Սա պետք է խոսի այն մասին, որ որևէ մեկը իր որևէ խմբով կամ իր կուսակցությունով կամ իր, չգիտեմ, շրջապատով չի կարող ազդեցություն ունենալ եւ որևէ մեկի ասածով չի կարող լինել, որ վեհապարը լինի ոչ լեգիտիմ։ Որովհետեւ մենք տեսնում ենք մարդկանց նվիրվածությունը եկեղեցուն, որովհետև մենք տեսնում ենք մի բան, որ սա անձերի դեմ չէ, սա եկեղեցու դեմ է։ Սա չի կարող դիտվել անձի դեմ պայքար, որովհետև եթե այսօր չլինի վեհապար հայրապետը, օրինակի համար, ինքը չլինի կաթողիկոսի, նրանք վատ երազ ասեմ, հասնեն իրենց ուզածին, ենթադրենք, որ լինի այլ մեկը իրենց ուզած։ Դա լինելու է կամակատար խամաճիկ մեկը, որին ասեն այսպես արա, որին կանի այնպես, ասեն այնպես արա, կանի այնպես։
Սա է։ Գրեթե 8 ամիս է արդեն շարունակվում է այս արշավը եկեղեցու դեմ։ Մենք տեսանք, որ միացան 10 եպիսկոպոսները, ստորագրեցին ինչ-որ մի բան, քահանաներ միացան տասնյակից ավել։ Տեսեք, սա որակվում է մի կողմից որպես լավ արդյունք, որովհետև ջրի երես է, դուրս եկան այն մարդիկ, ովքեր չպետք է լինեին եկեղեցում, փորձագետների կարծիքով եւ մարդկանց կարծիքով, բայց այնուամենայնիվ սա պարակտում է, չէ, եկեղեցին։ Այսինքն ներքին պարակտում է առաջացնում այս ամենը։ Չի ասի պարակտման մասին։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մաքրում է եկեղեցին, ճիշտ է։ Բարենորոգում է։ Բարենորոգում ենք, պիտի բարենորոգ։ Բարենորոգվում է։ Բարենորոգվում է։ Այն մարդիկ, ովքեր պիտի չլինեին եկեղեցում, արդեն եկեղեցում չեն։ Սա արդեն բարենորոգում է։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ մտածում էին, որ իրենք ով այսօր անմեղ։ Ամեն մեկը պետք է նայի իր բարենորոգմանը, ինքը թող իրենից սկսի այդ բարենորոգումը։ Շատ գեղեցիկ խոսք կա Աստվածաշնչում, ասում է քո իսկ դուրս եկած, քո բերանից իսկ դուրս եկած բառերով դատվելու ես։ Այսինքն ամեն մեկը պատասխան է տալու իր արածի համար ու նաև չարածի։ Որովհետև յուրաքանչյուր մեկը ով ուզում է լինի, ինքը պատասխանատու է նախ եւ առաջ Տիրոջ դիմաց եւ պատասխան է տալիս իր արածների համար, նաեւ իր չարածների համար։ Ով արդար է, թող առաջին քարը նետին, ասում էր, չէ՞ Քրիստոս։ Մարդիկ իրենց աչքի մեծ գերանը չեն տեսնում, այդ գերաններով անտառը չեն տեսնում, եկել են մի հատ ինչ որ մեկի արած ինչ որ սխալ քայլն են մատնանշում, այ դες սա այսպես արեց։ Ցցուն օրինակն է Վազգեն Միրզախանյանի դեպքը, երբ Փաշինյանին հարցնում ասում են տեղյակ եք, որ նա վիրահայոց թեմում կապ է ունեցել քահանաներից մեկի կնոջ հետ, այդ ընտանիքը ամուսնալուծվել է, հետո նա դուրս է եկել թեմից, ասում է, բայց մենք չենք ասել, որ սուրբ ենք եւ անմեղ։ Բայց Արշակ Սրբազանի հետ կապված Բայց տեղյակ են։ Բայց այն մեկի հետ թեկուզ Արշակ Սրբազանի հետ կապված, այսինքն այս նայեք այսօր իրականում այս հասարակության մեջ ոչ մեկի չի հետաքրքրում որևէ մեկի անկողինը։ Կխոսեն մի օր, երկու օր, երեք օր կանցնի, որովհետև որևէ մեկին դա հետաքրքիր չի։ Ում է հետաքրքիր, թե ով ինչ է արել, ում հետ։ Լավ, վերջի վերջո այս ամեն ինչին վերջ պիտի լինի, այս անբարոյականությանը վերջ պիտի լինի, թե չէ։ Լավ, վերջի վերջո մարդիկ պիտի գիտակցեն, մարդիկ պիտի հասկանան, որ մեկը մյուսին սևացնելով եկեղեցի չես բարենորոգում։ Մարդկանց մասին սուտ լուրեր տարածելով եկեղեցի չես բարենորոգում։ Այսինքն սա Աստված մերժության եւ պղծության գագաթնակետն է։ Ով ում մասին ինչ ասես կարող է խոսել։ Ով ում մասին դուրս ես գալիս փողոց, ով ում մասին ինչ ասես խոսում է։ Նամանավանդ հիմա, երբ կան բոլոր տարբերակները, միջոցները, այո, ամեն ինչ կարող են անել։ Ամեն ինչ։ Ցավալին այն է, որ դա այժմ հասել է եկեղեցին։ Ներսում են փորձում այդ պարակտությունը մտցնել։ Այդ ցավալին դրանում է։ Շատ է խոսվում, որ միացած եպիսկոպոսների դեմ կան կոմպրոմատներ, մի քանիսը նույնիսկ հանրայնացվեցին, թե ով ինչի դիմաց է միացել, նաև նախկին հոգևորականներ, քահանաներ եւ այլն։ Ձեզ նույնպես առաջարկ է եղել, չէ՞, միանալու հակաեկեղեցական արշավին, դուք մերժել եք։ 2018-ին է եղել։ Ձեր դեմ կոմպրոմատ չկար։ Բացարձակ։ Թեկուզ եթե լինի։ Թեկուզ կարող են ամեն ինչ անել այսօրվա տեխնոլոգիայով եւ այլն, բայց երբեք մարդը չպետք է իր անձնական շահը վերդասի եկեղեցու շահից, հայրենիքի շահից։ Յուրաքանչյուր իրական հայրենասերի եւ քրիստոնյայի համար պետք է առաջնային լինի իր անձնական շահից վեր հայրենիք ու եկեղեցի։ Ինչի համար մենք ապրում ենք եւ պայքարում ենք։ Մենք բոլորս այս կյանքում անցողիկ ենք։ Մենք բոլորս ունենք 80-ից մաքսիմում 100 տարվա կյանք։ Մեկը մի քիչ ավել, մեկը մի քիչ պակաս։ Հայրենիքը եւ եկեղեցին հավերժ են։ Հայրենիքի ու եկեղեցու դեմ մարտնչողները ընկնում են դավաճանի մահով եւ եկեղեցու դեմ եւ հայրենիքի դեմ սուր վերցնողները սրով էլ ընկնում են։ Դա ասում է Աստվածաշունչը։ Նույնը
այսօր է։ Մեր հայրենիքի դեմ եկան սրով եւ սրով էլ պիտի ընկնեն, եթե ներսից չլինեն դռներ բացողները։ Միշտ եկեղեցին էլ կլինի հայրենիքը, կլինի պետությունը, պետականությունը։ Միշտ հայերը դավաճանվել են գրեթե միշտ ներսից դարպասները բացելով։ Սա ամոթալի եւ ցավալի է, բայց ցավոք իրականություն։ Ցավոք այն է, ինչում մենք հիմա ապրում ենք, Այո։ մեր շուրջ կատարվողն է։ Այո։ Տեսեք, Հայաստանում 1920-ական թվականներին եղել է ազատ եկեղեցի շարժում։ Այս շարժումը նույնիսկ պարբերական է ունեցել եւ մի քանի տարի գոյատևել է եւ երբ տեսնում ենք այնտեղ օգտագործված խոսույթը կրկին բարեփոխում, բարենորոգում, ազատել եկեղեցին եւ այլն, նույնիսկ եկեղեցին դրսի ինչ որ արտասահմանյան ավելի կոնկրետ ցարական Ռուսաստանի հետ կապի մեջ է մեղադրվել եւ ձախողվել է այս շարժումը։ Հիմա մենք կարող ենք ինչ որ նմանություններ գտնել այսօրվա կատարվողի մեջ եւ ելքը կանխատեսել։ Իհարկե։ Տեսեք, կոմունիստական 70 տարիների անաստվածության այդ 70 տարիների ընթացքում եկեղեցու գլխով ամեն ինչ անցել է։ Ամեն ինչ։ Կլինեն այդ բարենորոգիչները, կլինեն ցարական ճնշումներն ու ռեպրեսիաները, աքսորները, նույնիսկ կաթողիկոսի սպանությունը։ Սա աներևակայելի մի ընթացք է, որը տանում է դեպի կործանում։ Այն մարդկանց կործանում, ովքեր որ սկսել են դա։ Կարող են փոքր ինչ-որ մանր տեղերում հաջողության հասնել։ Ենթադրենք այն հոգևորականին սպառնացին, միացավ իրեն շարժմանը, այն մեկին կաշառեցին, այն մեկը ինչ-որ խապված զգաց իրեն, խապվելով միացավ, այն մեկը ինչ-որ, չգիտեմ, ինչ-որ երազանքներով է տարված դրանով միացավ, իրեն դրանով են համոզել, այն մեկը անձնական, ընկերական կամ չգիտեմ, բարեկամական կապ ունի որևէ եպիսկոպոսի հետ դրանով է միացել, ամեն ինչը սա ենթադրում է նաև այդ անձնական շահը։ Բայց ինչ վերաբերում է բարենորոգումներին, ով ասեց, որ եկեղեցին չունի փոփոխությունների կարիք։ Իհարկե կան։ Իհարկե եկեղեցու ներսում հարցեր կան, որոնք պետք է իրենց լուծումը գտնեն։ Իհարկե պետք է որևէ ձևով եկեղեցու ներսում կլինեն դրանք ժողովների ձևով, կլինեն դրանք կանոնական ինչ-որ հարցերի փոփոխությունների ձևով բարեփոխումներ լինեն, բնականաբար։ Որովհետև մենք ապրում ենք մի հասարակության մեջ, մի դարաշրջանում, որը իրենից ենթադրում է մարդկանց հանդեպ, մարդու եւ եկեղեցու փոխհարաբերությունների ժամանակ մի քիչ ավելի փոփոխականություն։ Բայց պետք է հստակ գիտակցենք, որ եկեղեցին այսօր ազգապահպան դեր է տանում։ Այսինքն եկեղեցին այսօր Հայաստանի Հանրապետությունում մնացել է միակ ազգապահպան կառույցը։ Եվ եկեղեցին այդ իր դերը ու նշանակությունը պետք է տանի մինչև վերջ։ Այդ փոփոխությունները ուղղակի պետք է հասկանալ այլ տեսանկյունից, հարցը այլ կերպ ձևակերպել։ Արդյոք դա իր առաջնային խնդիրը։ Մենք տեսնում ենք աշխարհում ինչ է կատարվում, աշխարհակարգ է ձևավորվում, մեր կողքին Իրանում ինչ է կատարվում, այսինքն պատերազմից 5 պակաս է, բայց մեր երկրում գլխավորը դա եկեղեցուն եւ այս դեպքում չի ասվում եկեղեցի, այլ ասվում է կոնկրետ անձի հետ կապված հեռացումն է։ Տեսեք, մենք այսօր տեսնում ենք ինչ է կատարվում այո աշխարհում։ Մենք տեսնում ենք ինչ է կատարվում մեր հարևան երկրներում։ Մեր պետությունը, սահմանակից պետությունը այն երկրին, որը այսօր հեղափոխության, մեծ հեղափոխության եզրին է եւ պատերազմի եզրին է։ Բայց մեր երկրում առավոտը արթնանում ենք սրտիկով, բառաբաններով, թմբուկներով Եվ սիրով։ Եվ, չգիտեմ, եկեղեցու հանդեպ թշնամանքով ու ագրեսիայով։ Ես ցավում եմ, իրականության մեջ իրոք ցավ եմ ապրում։ Ես կուզենայի արթնանայինք սրտիկով եւ իրականում ինչու՞ չէ որ սերը շատ լավ բան է։ Ես կուզենայի այդպես արթնանայինք։ Բայց պիտի արթնանաս մի երկրում, որտեղ քեզ պաշտպանված ես զգում։ Որտեղ դու քեզ պիտի զգաս քո եկեղեցին պաշտպանված, դու քեզ պաշտպանված պիտի զգաս։ Բայց դու արթնանում ես մի երկրում մտածելով լավ, տեսնես այսօր ինչ ա լինելու։
Տեսնես այսօր որ մի դավադիրն է գնալու եւ բարձրանալու մայրաթորի, ասենք, բաներին, խոյակների վրա, որ ասենք, չգիտեմ, խփեն մայրաթորի դռան, որ եկեղեցին են գրավելու։ Տեսնես այսօր որ եկեղեցում հակականոնական պատարակ մատուցվելու, Զեղչվելու կաթողիկոսի այո, անունը։ զեղչվելու կաթողիկոսի անունը։ Սա, էսա մեր ամբողջ իրականությունը սա է։ Մարդկանց հետաքրքիր չի, թե այն մեկը ինչով զբաղվեց, այդ անհատները ինչով զբաղվեցին։ Մարդկանց հետաքրքիր է ընդհանուր կառույցը։ Ես էլ եմ ասում, կառույցը, այո, ներսում կան փոփոխությունների կարիք կա։ Խնդիր կա փոփոխությունների։ Բայց այս մարդիկ չեն փոփոխություններ անող, իսեր Աստծո։ Okay, ուզում եք փոփոխություններ արեք, սկսեք ձեզնից։ Դուք ձեզանից սկսեք, ձեր փոփոխությունները ձեզանից սկսեք։ Եվ ցավոք Հայաստանում Կիրակի օրվա Կիրակնորիա պատարակները դարձել են արդեն ինչ-որ իրադարձություններ, շոուներ են դրանք ընդհանրապես։ Հասկանում եք, շոու, մարդիկ գալիս են, մեկը երկրի ղեկավարը գալիս է ծափերով մտնում է եկեղեցի, ծափերով տանում են, ասենք։ Reality show էլ։ Ով էլ տալիս է կաթողիկոսի անունը, բերանը փակելով դուրս են հանում։ Հա, բերանը փակելով, բանով ուժայիներով դուրս են հանում այդ մարդը։ Էսա իրոք շոու է։ Եվ Աստված պատժելու է։ Ես անկեղծ եմ ասում, ես ցավում եմ այս մարդկանց համար, այս մարդիկ չեն գիտակցում։ Այս մարդիկ սերունդներով պատժվելու են։ Ես չեմ անիծում, ես չեմ նզովում եւ այլն, չէ, իսեր Աստծո, չեմ անում դա։ Բայց ես գիտեմ դա հստակ, դա տենց է լինելու։ Այս մարդիկ սերունդներով պատժվելու են։ Այդ որ ասում են պատժվելու են, չեն ասում է, հեսա մի րոպետոն գնելու է ոտքը կոտրի։ Չէ։ Դա ընթացք է։ Աստծո տան մեջ այդ նենգադավությունը եւ այդ տիրադավությունը եւ այդ ատելությունը չես կարող երկար պահել, որովհետեւ այդ ատելությունը մի օր մի տեղից դուրս է գալու եւ դա դուրս է գալու սերունդներից։ Ինչի ենք մեր երկիրը ինչի է այսօր այս վիճակում։ Ինչի մենք պարտվեցինք պատերազմը, ինչի այս մարդկանք այս վարչախմբի արհավիրքը եկավ այս երկրի գլխին։ Որովհետեւ մարդիկ հեռացել են Աստծուց։ Մարդիկ Աստծուց հեռացել են։ Չարությունը, նենգությունը եւ ատելությունը եղբոր նկատմամբ զավակը ծնողը իր զավակի նկատմամբ, քույրը եղբոր նկատմամբ ատելությունը ահռելի մասշտաբների է հասել։ Սեր է պետք է երկրին, ոչ թե ատելություն, այլ սեր։ Որտե՞ղ ատելություն։ Աստծուց, եկեղեցուց, ումից հեռացել են։ Որտեղ փորձում են ծափահարություններով, որտեղ փորձում են իրար նկատմամբ ատելությունով ու բամբասանքով բարեփոխումներ անել։ Մարդիկ, ովքեր տարիներ շարունակ վեհապարին քծնել ու վեհապարի ամեն մի ասած տառը բերանից դուրս չեկած արել են, այսօր կանգնել են, ասում են վեհապարը սխալ է։ Բա որ սխալ է, այն ժամանակ ասեիք, որ սխալ է։ 26 տարի լռել են, հա, կարելի ասել, հիմա նոր Իհարկե։ խոսում են խնդիրների մասին։ 4 եպիսկոպոս նստած այդ 4-ն են երբեմն ընդդիմացել վեհապարի ասածներին ու նաև կրել այդ դրա հետևանքները իրենց ծառայությունների ընթացքում։ Տրամաբանական հարց է հնչում. ինչու կարգալույս չեն արվում այս մարդիկ, ովքեր միացել են հակաեկեղեցական արշավին։ Ձեր կարծիքով։ Տեսեք, կարգալուծությունը ինքը ընթացք պիտի լինի դրան։ Պիտի քննվի։ Եպիսկոպոսի կարգալուծությունը հեշտ բան չէ։ Դա եպիսկոպոսական ժողովի, ազգային եկեղեցական ժողովի քննության հարց է։ Չես կարող դնել եպիսկոպոսին միանգամից կարգալուծանել, որովհետև նա տարիների վաստակ ունեցող, հանգամանք ունեցող անձ է։ Եվ վերջը նա ունի այդ օծումը իր ճակատին։ Ինչպես որ քահանայի կարգալուծության հարցը դրվում է կարգապահական հանձնախմբում, քննվում է 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս, նույն ձևով եպիսկոպոսին է ուղղակի մի քիչ ավելի երկար ժամկետ է պահանջում։ Չես կարող միանգամից դնել ու կարգալուծություն անել։ Բայց ամեն դեպքում ամեն մեկը կստանա իրենը, իհարկե։ Վարչապետը հայտարարել է, որ ամեն Կիրակի մասնակցելու է պատարակի եւ ամեն մի տեղում, հա, մի տեղում չի լինում պատարակը։ Հասարակության մեջ արդեն կարծես թե այս խոսույթը կա, հա, իրենք սպասում են ձեր
նկարագրված շոուին եւ այլն։ Ձեր կարծիքով ինչքան է տևելու այս պատարակներին մասնակցելը, եպիսկոպոսներին բերել հարթակ եւ ստորագրել տալը, քահանաների ամեն անուն առ անուն ասել հա մեր արշավին միացավ այս մեկը, այս մյուսը եւ այլն։ Մինչեւ երբ է տևելու այսպես։ Մինչեւ այնքան ժամանակ, ինչքան էս հասարակությունը այս շոուն կուլ կտա։ Մեր հասարակությունը այսօր ուտելիք եւ տեսարաններ վիճակով է ապրում։ Սպառողական։ Ուտելիք եւ տեսարաններ։ Մարդիկ նստում են իրենց համար, TV-ին միացնում են կամ ենթադրենք սոցիալական ցանցերը միացնում են ու նստում են հետևում են։ Այն մեկը ում քրֆեց, այն մեկը ում ինչ ասեց, վարչապետը ուր գնաց, ինչի ոնց դիմավորեցին, այն եպիսկոպոսը եկավ, այն մեկը տարավ, այն մեկը բերեց, այս քահանան, ծափարեք, այս քահանան միացել է մեզ, ասենք սա խայտարակություն է։ Սա խայտարակություն է, սա մարազմ։ Ու այս մարդիկ, այս ամեն, չգիտեմ այս ամեն ինչ ինչքան երկար կտևի։ Բայց ամեն դեպքում չի կարող շատ երկար տևել, որովհետև կարող է ամիս տևել 2 ամիս, 3 ամիս։ Բայց ամեն դեպքում եթե նույնիսկ իհարկե չի կարող եկեղեցու դեմ, Աստծո դեմ երկար տարված պայքար լինել եւ հաջողության հասնել։ Կարող է մարդկային առումով ինչ-ինչ մարդկանց գրավել իրենց կողմը, հաջողություն գրանցեն, այսպես ասած, կամ իրենք մտածեն, որ դա հաջողություն էր։ Բայց վերջի այդ մարդիկ էլ են գալու վեհապարի մոտ մի օր զղջումով, ապաշխարությամբ։ Եվ ստանալու են ապաշխարություն։ Որը կստանա, որը չի ստանա, չգիտեմ։ Ըստ մակարդակի է կատարված։ Իհարկե։ Տիրադավության մակարդակ կա։ Միքայել Սրբազանի խոսքն է շատ նկարագրում, հա, ներկայիս իրավիճակը, Քիրավի հայրադավը գտել է տիրադավներին։ Այո։ Միքայել Սրբազանը իմաստուն մարդ է եւ Միքայել Սրբազանը շատ վստահ եմ շատ երկար մտածել է այդ արտահայտությունները անելուց առաջ։ Եվ հայրենադավը գտավ տիրադավներին, սա այս արտահայտությունը շատ տիպիկ եւ բնութագրող արտահայտություն է։ Ես սիրով ցիտում եմ ժամանակ առ ժամանակ այս արտահայտությունը։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան։ Սիրով։ Եթերում ուղի խոսքներ հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիա YouTube-յան ալիքին։ Հաջողություն։